Մի նոր խանութ կբացվի շուտով Սև վարագույրից այն կողմ, առայժմ այնտեղից ծիգրակում է բարձր արվեստը։ Դալմայում սովորական գնումների դուրս եկած մարդկանց ականջներին է հանկարծացնում Կարմենի կրքոտ երաժշտությունը և օդը կանգնում է։ Եթե նորաձևությունից հասկանում ես, արդեն բավական է, որ գնահատես Կարմիրի ու Սևի դասական համադրությունը։ Դալմա Garden Mall-ը արդեն երրորդ անգամ է շոփինգի ու բարձր արվեստի էքստրավագանտ հանդիպում կազմակերպում։ Բարձր արվեստը պետք է մասսաներին մենք ինչքան կարող ենք ավելի պոպուլար դարձնենք, հրամցնենք ու ճիշտ ձևով հրամցնենք։ Ինձ թվում է շատ լավ է, որ այսպիսի հանդիսատեսը, որը եկել է ուղղակի շոփինգի միգուցե առնչվում է բարձր արվեստի մի պահ եւ նաեւ ոչ միայն նյութական, այլ հոգեվոր սնունդ ստացավ այսօր։ Շատ ավելի պատասխանատու է, քան թատրոնում ապրելը։ Սև կարապը գրեթե դողում է, մեծ թատրոնի բեմին են սովոր նրա պուանտները։ Հեշտ չի նաեւ արվեստագետների համար մոլում հարմարվեց այնքան ճկուն լինել, որ օպերայից դուրս ենել առևտրային մոլում, ենել է շարժի մեջ ապրելը ու շատ ուրախ ենք ու շատ շնորհակալ ենք, որ մեր գործընկերները այսքան ճկուն էին ու այսքան մեր հետ հավասար անցել են այս դժվարությունների միջով, մինչև կարողացել ենք կազմակերպենք։ Դալմա Garden Mall-ի ներկայացուցիչը շատ լավ գիտի, որ դարի պրոբլեմներից է համարվում սպառողականությունը։ Մոլը այդ հարցը լուծում է կրթական ֆունկցիա վերցնելով։ Մեր նպատակն է, որպեսզի բարձր արվեստը մշակույթը մաքսիմալ հասանելի դարձնենք մարդկանց, որովհետև մեզ մոտ ամսական մի քանի 100,000 մարդ է մտնում։ Կարևոր է, որ մենք օգտագործենք դա ի օգուտ նրա, որ գուցե մի քիչ էլ կրթելու դեր մեր վրա վերցնենք եւ իրենց մոտեցնենք արվեստին, մշակույթին։ Հիշում է 2023-ի նոյեմբերի ֆուրորը։ Ֆիլարմոնիկի հետ ֆլեշմոբ էր արել Դալման։ 73 հոգանոց օրկեստրը տարբեր խանութներից նվագելով դուրս էր եկել ու հավաքվել մի տեղում ցնցող էր։ Այնքան շատ մարդ կար, որ Թոփչյանը ղեկավարում էր օրկեստրը ջրի մեջից։ Նույն հաջողություններ ունեցել նաև օպերայի ամենահայտնի արեաները Դալմա բերելու փորձը։ Ոչ թե հակադրում ենք, այլ համադրում ենք։ Կոմերցիայի ու բարձր արվեստի համադրությունը շոյում է նաև Լորիս Ճգնավորյանի աչքը։ Եթե ստեղ են, վաղ ընդեղ կելեն։ Մայեստրոն Հայաստանում է, որովհետև մոտ մեկ շաբաթ առաջ է բեմ բարձրացել նրա Ռոստամ եւ Սոհրաբ օպերան։ Գոյակապը ամեն տեղ, որտեղ որ երիտասարդություն կա, մարդիկ կան, մասնապես մարդիկ, որ ընդհանրապես չեն առնչվում մշակույթով, ամեն առիթ պետք է ստեղծել, նրանց փնտրել եւ ներշնչել։ Պետք է մարդկանց ծանոթացնել, որպեսզի բոլորը տեղեկություն ունենան մեր ամեն արվեստի ճյուղից։ Դե մի քիչ պարզ է, մի քիչ լիքն էին մարդիկ ու դժվար էր նայելը, բայց շատ լավ է, որ ցույց են տալիս այսպես։ Համ մարդիկ իմանում են դրանց մասին, կան մարդիկ, ովքեր չեն, չգիտեմ, կարող է ժամանակ չունեն նայելու կամ բան։ Բարձր մշակույթը այստեղ բերելը իհարկե անսովոր է, բայց մենք փորձում ենք քայլել ժամանակին համընթաց եւ ամեն օր փորձում ենք հարմարվել ժամանակակից տենդենսներին։ Մենք այսօր բարձր կատարողական արվեստը ներկայացնում ենք Զվարճանքի առևտրային կենտրոնում, նման կերպ մոտեցնելով հանդիսատեսին, խթանելով հանդիսատեսի հետաքրքրությունը դեպի բալետ, դեպի օպերա։ Արվեստն էլ վաճառքի խնդիր ունի մեր օրերում, եւ այսպիսի համագործակցությունները օպերային թատրոնի ներկայացուցչի խոսքով լուծում են այդ հարցը։ Առաջին փորձից հետո են թատրոնում հանդիսատեսի թվի աճ արձանագրել։ Թատրոնից հեռացած մարդիկ համոզվել են, որ դասական արվեստը կարող է չափազանց հետաքրքիր լինել ժամանակակից աշխարհում։ Լարա Արաքելյան, Նորայ Շարբաթյան, Հայլուր։